Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնությունը։ Վաղ առավոտից հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։ Աստված մարդուն արարեց և արարեց իր պատկերով ու նմանությամբ, հատուկ նպատակով, որ մարդը պետք է Աստծո մնացած արարածներին իշխեր, տիրություն աներ, այնպես ինչպես Աստված կաներ, և այսպիսով ինքը պետք է մասնակցեր Աստծո հավիտենական կյանքին, հավիտենական փառքին նաև։ Հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը տոնում է միասին հունվարի 6-ին, ընդհանուր հայտնություն կամ Աստվածահայտնություն անվամբ։ Տոնը սկսվել է դեռ 3 հունվարի 5-ին ճրագալույցի Սուրբ Պատարագով։ Պատահական չէ, որ հավատացյալները պատարագից հետո իրենց տուն են տանում վառված ճրագները։ Այդ լույսը խորհրդանշում է ոչ միայն Բեթխեմյան աստղը, որը առաջնորդեց մոգերին դեպի Մսուր, այլև այն լույսը, որը եկավ լուսավորելու խավարի մեջ հայտնված մարդկային կյանքը։ Խնդրեցեք Աստծին Աստուծո ստողություն եւ հաստատեցես քեզի գործս բարիս եւ հանգստես քեզի հանդերձյալ կյալսն ամեն ազատեցեք ձեզ մարդասերն Աստված Փառք Աստծուն երկնքում խաղաղություն երկրի վրա եւ հաճություն մարդկանց մեջ Ուրեմն ճրագալույցի պատարագ այս հայտարարությունն է կատարում մեզ, որը մարդկային կյանքի համար նոր լույս է Այսինքն, թե մարդկային կյանքը ադամական հակառակության պատճառով հայտնվել էր խավարային դրության մեջ եւ ահա եկավ երկնքից մի լույս լուսավորելու կյանքի նոր էություն բերելու այդ կյանքի նոր էությունը մարդկային կյանքի լուսավորում ենք մեկ նկատում խորհրդավոր տարբերակով Հիմա այդ ճրագը որ տանում ենք տուն ճրագով մենք ուզում ենք հայտարարելու որ այն ինչ որ տեղի ունեցավ, այն իրադարձությունը, որը տեղի ունեցավ, որը մարդկային կյանքի համար լույս էր եւ մարդկային կյանքի ներքին էական փոփոխություն, այսինքն մարդկային կյանքը վերափոխում եւ դարձնում է աստվածապաշտ, խաղաղասեր եւ մարդկային հարաբերություններում բարեհաճ։ Տեր Փավստոսի խոսքով Քրիստոսի ծնունդը Աստծո մարդը դառնալու խորհուրդն է։ Մարդը, որը ստեղծվել էր Աստծո պատկերով եւ նմանությամբ, հակառակության պատճառով կորցրել էր իր կոչումը, եւ հենց մարդով էր պետք վերականգնել մարդուն։ Հակառակության պատճառով կորցրած, ընկած, թուլացած, պարտված մարդը մարդով պիտի վերականգնվեր։ Մարդը ինքն է ինքը։ Ինքն էլ պիտի վերականգնի։ Հա, Աստված այսպիսի մի ծրագիր մշակեց։ Եվ դրա համար Սուրբ Երրորդության անձը Աստծո որդին հենց դարձավ մարդ, որովհետեւ մարդով վերականգնի այս ամենը։ Առանց մարդու կարող էր անել, բայց մարդու համար դա արժեքավոր չէր լինի։ Դրա համար հենց ինքը դարձավ լի արժեք մարդ, ինչպես մենք յուրաքանչյուր մեկս ենք։ Բացառությամբ, որ ինքը մեղքի հետ առնչություն չունեցավ։ Ինչքան էր որ աշխարհն իրեն առաջարկեց հակառակություն, ինքը անարատ մնաց։ Բացարձակ անարատությամբ մեղքի հետ ոչ մի առնչություն չունենալով, չնայած որ իրեն առաջարկված էր 1001 տեսակի գայթակղություններ, բայց ինքը հաղթարեց այս ամենը իբրև մարդ, կատարյալ մարդ։ Եվ այսպիսով մինչև վերջ հայտարարելով, որ հոր կամքի իրագործող որդին է, մեզ բոլորիս տվեց հնարավորություն որդիանալ իր հետ հաղորդվելով։ Այսօր Սուրբ Պատարագից հետո կատարվում է նաև ջրօրհնեկի արարողություն։ Խաչը իջեցվում է ջրի մեջ խորհրդանշելով Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում։ Օրհնված ջուրը հավատացյալները տանում են տուն որպես օրհնություն եւ հոգեվոր մաքրություն։ Ջուրը ընդհանուր առմամբ եւ խորհրդավոր կերպով Աստվածաշնչում նշանակություն ունի եւ բացի դրանից ջուրը ընդհանուր կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի իբրև նյութեղեն իրողություն, մաքրելու, սրբելու, զովացնելու, կենսատու, հա Ուրեմն այն ամենը, որ մարդու կենսականության հետ կապ ունի, Հիսուս մաքրեց։ Այսօր ջուրը։
Տոնին հաջորդ օղորն էլ հունվարի 7-ին մեռելոց է։ Պատարագից հետո կատարվում է հոգեհանգստյան արարողություն եւ մարդիկ այցելում են իրենց հանգուցյալների շիրիմներին տոնի ավետիսը հասցնելով նաեւ նրանց։ Ազատես ձե եւ ըսցես մարդասերն Աստված եւ փոխցե ըս հանցանս ձե տաթե ձե ժամանակ ապաշխարելով եւ գործելով բարիս Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։